Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ներքին գործերի նախարարն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել են Ստեփանավանի Հրշեջ փրկարարական նոր կայանի բացման արարողությանը։ Ներքին գործերի նախարարն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվիրակությանը։ Բարեկային ծառայողները կատարելագործում են մեքենա վարելու հմտությունները։ Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ առավել օպերատիվ փրկարարական աշխատանքների իրականացման համար։ Ներքին գործերի նախարարն ու Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը մասնակցել են Ստեփանավանի Հրշեջ փրկարարական նոր կայանի բացման արարողությանը։ Ջոկատը նախկինում տեղակայված էր 90-ականներին կառուցված տնական շենքում, իսկ այժմ արդեն գործում է որպես ժամանակակից չափանիշներին համապատասխան կառույց։ Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ։ Մարտի 17-ին տեղի է ունեցել Ստեփանավանի Հրշեջ փրկարարական նոր կայանի բացման արարողությունը, որին մասնակցում էր ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը։ Ներկայ էին Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարարծառայողներ։ Ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Ստեփանավանի Հրշեջ փրկարարական կայանի կառուցման գործում ցուցաբերած օժանդակության համար։ Նա աղետներին դիմակայունության բարձրացման համատեքստում կարևորել է Միացյալ Նահանգների գործընկերների հետ շարունակական համագործակցությունը, որի շրջանակում նման հենակետեր են կառուցվել նաև հանրապետության 6 համայնքներում։ Արփին Սարգսյանը նշել է, որ Ստեփանավանում Հրշեջ փրկարարական կայանի գործարկումը կարևոր նախաձեռնություն է մի կողմից թույլ տալով փրկարարծառայողներին արտակարգ իրավիճակներում ապահովել արագ արձագանքում, լինելով ավելի մոտ մեր հանրությանը, մյուս կողմից արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելով հենց ծառայողների համար։ Կառավարությունը աղետների ռիսկի կառավարման տրամաբանության մեջ լիովին նոր ռազմավարական մոտեցումներ է որդեգրել, որոնք պիտի մեզ օգնեն ոչ միայն կենտրոնանալու փրկարարական աշխատանքի վրա որպես արձագանքման կարևոր բաղադրիչ, այլ նաև գալով սկզբից ըստ էության գնահատելով առկա ռիսկերը, հասկանալու համար թե ինչպիսի վաղազդարման համակարգեր կարող ենք ունենալ, հետո գալ դեպի արձագանքումը եւ նաեւ հետաղետային վերականգնումը, որը թույլ պիտի տա աղետի ռիսկի կառավարման ցիկլում ավելի արդյունավետ գործել։ Նախարարի խոսքով փրկարարի առաքելությունը ապրելու, աշխատելու եւ ճամփորդելու համար Հայաստանն առավել ապահով դարձնելն է եւ այդ համատեքստում կարեւոր են թե ծառայությունում ինստիտուցիոնալ փոփոխությունները, թե ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությունը։ Մատնանշելով Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հաղթահարման փորձը, նախարարը նշել է, որ այն փրկարարծառայության օպերատիվ արձագանքման կարողությունները գնահատելու համար առանձնահատուկ օրինակ է։ Արփին Սարգսյանն անդրադարձել է նաեւ փրկարարների մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործմանը, մարզում կամավորական Հրշեջ փրկարարական ջոկատի ձևավորմանը։ Նախարարը արձանագրել է, որ ջանք չի կարող խնայվել եւ չի խնայվում 911 փրկության հեռախոսահամարով դիմողին փրկությունը հնարավորինս արագ հասցնելու համար։ Այս Հրշեջ փրկարարական կայանը կարծում եմ Ստեփանավանի եւ մոտակա համայնքների բնակավայրերի համար հնարավորություն է, որպեսզի արտակարգ իրավիճակներին հնարավոր լինի ավելի արագ արձագանքել։ Կայանի բացման արարողությանը երկու պարով հանդես են եկել SOS մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի սաները։ Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը եւ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շրջել են տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայողների հանգստի եւ կապի սենյակների հագեցվածությանը, տեխնիկական ու գույքային համալրվածությանը։ Եվս 20 խոշորացված համայնքում կիրականացվի կլիմայական ռիսկի խորքային գնահատում, համայնքային ոստիկանները կվերապատրաստվեն երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով։ Արփին Սարգսյանը Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձևավորված երկարամյա եւ սերտ համագործակցությունը։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձևավորված երկարամյա եւ սերտ համագործակցությունը թե երեխաների իրավունքների պաշտպանության, թե աղետների ռիսկերի կառավարման ոլորտում, որի արդյունքում մի շարք արդյունքներ են գրանցվել։ Ներկայացնելով ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումները, Արփինե Սարգսյանը մասնավորապես ընդգծել է օրենքի հետ առնչվող երեխաների հետ ճիշտ աշխատանքի կարևորությունը, դպրոցներում երեխաների համար անվտանգ միջավայրի ձևավորումը, աղետների ռիսկերի կառավարման տեսանկյունից նրանց համապատասխան գիտելիքներով վերազինումը եւ ծառայողների կարողությունների զարգացումը։ Քրիստինե Վայգանդը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ընդգծել է արդյունավետ փոխգործակցության շարունակականության կարևորությունը ոչ միայն հանցավորության, իրավախախտումների կանխարգելման շրջանակներում, այլև աղետների ռիսկերի կառավարման, փախստականների ինտեգրման եւ մի շարք այլ հարցերում։ Քննարկվել են համատեղ իրականացվելիք մի շարք ծրագրեր, ընդգծվել է, որ առաջիկայում կմեկնարկեն համայնքային ոստիկանության ղեկավար կազմի վերապատրաստումները, որը թույլ կտա անչափահասների հետ տարվող աշխատանքների նոր մեթոդաբանությանը ծանոթացնել անձնակազմին։ Բացի այդ, եւս 20 խոշորացված համայնքում կիրականացվի կլիմայական ռիսկերի գնահատման աշխատանքներ, որոնք արդեն իսկ իրականացվել են 26 խոշորացված համայնքում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու կառուցողական հարաբերությունները, ընդլայնել անչափահասների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմի մշակման, աղետների ռիսկերի կառավարման ուղղությամբ համագործակցության ուղղությունները։ Ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի խուլերի միավորում հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է հուշագիր, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել տեսակապի միջոցով սպասարկել լսողության խնդիր ունեցող անձանց։ Մարտի 12-ին ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի խուլերի միավորում հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը եւ հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանը։ Արա Ֆիդանյանը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար ընդգծել է, որ ներքին գործերի նախարարությունը պատրաստակամ է հասարակական կազմակերպության հետ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Մարինե Հարությունյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար նշել է, որ հուշագիրը կամրապնդի նախատեսված ուղղություններով համագործակցությունը։ Հուշագրի ստորագրումից հետո հասարակական կազմակերպության ներկայացուցիչները աշխատանքային քննարկում են ունեցել ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանի հետ։ Քննարկվել են լսողության խնդիր ունեցող անձանց հետ աշխատանքային համագործակցությանն առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օպերատիվ կառավարման կենտրոնում որպես հեռախոսային օպերատոր աշխատանքի անցնեն Հայաստանի խուլերի միավորում հասարակական կազմակերպության լիցենզավորված թարգմանիչներ, որոնք տեսակապի միջոցով կսպասարկեն լսողության խնդիր ունեցող անձանց կողմից ստացված զանգերը։ Քննարկվել են նաև համագործակցության շրջանակում օպերատիվ կառավարման կենտրոնի հետ համապատասխան ծրագիր մշակելու հարցը։ Պարեկային ծառայողները կատարելագործում են մեքենա վարելու հմտությունները, այդ համատեքստում պարեկային ծառայողների համար անցկացվել են վարժանքներ, որի ընթացքում հաշվի են առնվել տարբեր եղանակային պայմանները եւ ռելիեֆային առանձնահատկությունները։ Տեխնիկական միջոցների տիրապետում, ղեկի հմուտ կառավարում, էքստրեմալ իրավիճակներից դուրս գալու ունակություն։ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայողները կատարելագործում են մեքենա վարելու հմտությունները։ Այդ համատեքստում պարեկային ծառայողների համար անցկացվել են վարժանքներ։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ստացած գիտելիքները ժամանակ առ ժամանակ կատարելագործելու կարիք է լինում։ Համագործակցում եմ 2021 թվականից նախարարության հետ ոստիկանության պարեկային ծառայության բացման իսկ օրվանից կրթահամալիրից ենք սկսել աշխատել համատեղության կարգով։ Մենք սովորացնում ենք պարեկներին, պարեկային ծառայողներին հմուտ ավտովարում եւ սովորացնում ենք հիմնականում էքստրեմալ պայմաններում եւ հակավթարային իրավիճակներից ոնց են դուրս գալի։ Գործնական վարժանքների ընթացքում հաշվի են առնվում տարբեր եղանակային պայմանները եւ ռելիեֆային առանձնահատկությունները։ Վարժանքների ավարտից հետո պարեկները ըստ ցուցաբերած տվյալների կգնահատվեն 1-ից 10 բալային համակարգով։ Վարժանքները շարունակական են լինելու։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։
Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագապրիլ։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Միջազգային համագործակցությունը հանցավորության դեմ պայքարի կարևոր տարր է։ Չինաստանի Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պատվիրակությունը հանդիպել է ոստիկանության ղեկավար կազմին։ Հանդիպման անդրադարձ է կատարվել միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությանը։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պետի տեղակալ Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ներքին գործերի նախարարության ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես իրավապահ ոլորտում։ Նա հյուրերին ներկայացնելով քրեական ոստիկանության գործառույթները կարևորել է հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը։ Այդ համատեքստում մասնավորապես առանձնացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ համացանցի միջոցով խարդախությունների դեպքերը, որոնք հաճախ անդրազգային բնույթ են կրում։ Հու Չժիվենը շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար անդրադարձել է միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությանը եւ հանրության անվտանգությանը միտված ծրագրերին։ Պատվիրակությունը հանդիպել է նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի հետ։ Անդրադարձ է կատարվել համայնքային ոստիկանության կառուցվածքային եւ գործառութային առանձնահատկություններին, համայնքների հետ մշտական փոխգործակցությանը։ Քննարկվել են երկու ստեկ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Պարեկային ծառայության նորակառույց վարչական համալիրում։ Պարեկային ծառայության պետ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը հյուրերին է ներկայացրել ծառայության մանրամասները, կատարված աշխատանքի արդյունքները, ծառայության արդյունավետության բարձրացմանը եւ հանցավորության կանխարգելմանը միտված քայլերը։ Հյուրերը ծանոթացել են վարչական համալիրի շենքային պայմաններին, պարեկներին ընձեռնված հնարավորություններին։ Նրանք եղել են նաև օպերատիվ կառավարման նոր կենտրոնում։ Հանդիպումների ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը ներկայացնենք մեկ տեսաշարով։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնախբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերում, օգտագործում եւ տանը պահում է թմրանյութ։ Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ եւ պատրաստ է այն ներկայացնել։ Արտիկի եւ Անիի քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 59-ամյա տղամարդու տան տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր մոտ 1 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված, կանեփի սերմ եւ կանեփի ցողուններ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մողնիի 7-րդ թաղամասի բնակիչ 65-ամյա տղամարդը տանը եւ քիչ շինություններում ապօրինի պահում եւ օգտագործում է թմրանյութ։ Փետրվարի 27-ին ժամը 18:45-ին 65-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց աշտարակի բաժին։ Նա չժխտեց, որ տնամերձողամասում աճեցրել է կանեփ ու տանը ապօրինի պահում է թմրանյութ անձամբ օգտագործելու համար։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկությամբ նրա տան օժանդակ շինությունում գորգի տակ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ։ Նմանատիպ մյուս տեղեկությունը աշտարակի համայնքային ոստիկանները իրացրին մարտի 6-ին։ Այդ օրը ժամը 9:15-ին Ուշի գյուղի իր տան մոտ թմրանյութ ապօրինի պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց եւ աշտարակի բաժնին տեղափոխվեց 48-ամյա մի տղամարդ։ Նա եւս ընդունեց, որ տանը ունի թմրանյութ։ Քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ընթացքում տղամարդը նկուղից ներկայացրեց մոտ 8 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ արդեն հաջորդ օրը կատարված խուզարկությամբ նրա տանը կից օժանդակ շինությունում հայտնաբերվեց արկղ լցված 391 գրամ կանեփանման զանգվածով։
Թմրանյութ ապօյնի պահելու եւ օգտագործելու մասին հաջորդ տեղեկությունն իրացնելու նպատակով աշտարակի համայնքային ոստիկանները կրկին մեկնեցին Մուղնի։ Մարտի 13-ի առավոտյան իր փաստացի բնակության վայրում 68-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց համայնքային ոստիկանության աշտարակի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 20 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, որն ինքն է մշակել ու պատրաստել անձամբ օգտագործելու համար։ Այս դեպքում եւս նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ թմրամոլության դեմ ոստիկանության պայքարը շարունակվում է։ Մարտի 11-ին քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նորատուս գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդը տանն ապօյնի պահում է թմրամիջոց։ Նույն օրը ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել 123 գրամ դեղնականաչավուն զանգվածով 2 տարա։ Նա հայտնել է, որ մարիխուանան կանեփի վայրաճ թփերից պատրաստել է ինքը անձնական օգտագործման համար։ Նույն օրը Գեղարքունիքի քրեական ոստիկանները ստացել էին նաև նմանատիպ մեկ այլ տեղեկություն, որն իրացնելու համար մեկնեցին Ծաղկուն գյուղ։ Օպերատիվ տվյալը, որ այստեղի բնակիչ 51-ամյա տղամարդն ապօյնի պահում է թմրամիջոց, հաստատվեց։ Նկուղից եւ Գոմի տանիքից տղամարդը ներկայացրեց 2.1 կիլոգրամ կանեփի թփեր, ապակյա 5 տարայում լցված 108 գրամ մանրացված մարիխուանայի նմանվող զանգված, 9 գրամ նույն զանգվածով տոպրակ։ Ըստ տանտիրոջ կանեփը քաղել էր իր տնամերձ հողամասում վայրի աճած թփերից եւ պահել անձնական օգտագործման համար։ Գեղարքունիքի քրեական հետախույզները նման մի տեղեկություն էլ իրացրին հաջորդ օրը։ Մարտի 12-ին նրանք այցելեցին Գավառ քաղաքի ազատամարտիկների փողոց, որտեղի բնակիչ 55-ամյա տղամարդն իր առանձնատանը կից աղավնիների բնից ներկայացրեց տոպրակ ու տարա, լցված ընդհանուր 91 գրամ կանեփանման 4 զանգվածով։ Նա նույնպես հայտնեց, որ կանեփն ինքն է քաղել վայրաճ թփերից եւ պահել անձնական օգտագործման համար։ 3 դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, թմրամոլության դեմ միջոցառումները շարունակվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Փետրվարի 24-ին քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տանը եւ օժանդակ շինություններում ապօյնի պահում է թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն է կատարվել նրա բնակության վայրում։ Ջերմոցում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 72 գրամ զանգվածով պարկ, իսկ նկողում նույն զանգվածով լցված պոլիէթիլենային 2 փաթեթ։ Ընդհանուր մոտ 98 գրամ զանգվածի վերաբերյալ տանտերը հայտնել է, որ այն մարիխուանա է, պատկանում է իրեն, կանեփն էլ ինքն է աճեցրել, մշակել եւ պատրաստել անձամբ օգտագործելու համար։ Տղամարդը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Մարտի 3-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նոր տեղեկություն, ըստ որի Մերձավան գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը նույնպես տանը եւ օժանդակ շինություններում ապօյնի պահում է թմրամիջոց։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ նրա տանեկից մառանում հայտնաբերվեց դեղնականաչավուն չորացված մանրացված մոտ 103 գրամ դեղնականաչավուն զանգվածով ապակյա տարա, նույն զանգվածով պոլիէթիլենային 2 տոպրակ, նաեւ առաստաղից կախված կանեփանման ջյուղեր մոտ 550 գրամ քաշով։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մոտ 795 գրամ կանեփանման չորացված զանգվածներ։ Քննիչի որոշմամբ տղամարդը ձերբակալվել է։ Նմանատիպ հաջորդ տեղեկությունը Արմավիրի քրեական ոստիկանները ստացան մարտի 5-ին։ Այս դեպքում եւս նախաձեռնվեց քրեական վարույթ եւ իրավապահները մեկնեցին Մրգաշատ գյուղ։ Այստեղի բնակիչ 40-ամյա տղամարդու բնակության վայրում կատարված զննությամբ խորդանոցում հայտնաբերվեց կոշիկի, հեռախոսի եւ ծխախոտի մեկական տուփ, լցված կանեփանման 4 զանգվածներով, նաեւ նույն պարունակության պարկ։ Հայտնաբերվածի ընդհանուր քաշը կազմեց մոտ 260 գրամ։ Տանտերը նաեւ ներկայացրեց թմրամիջոցի նմանվող հետքերով ծխամորճ ու 4 կաթուցիչ եւ հայտնեց, որ թմրամիջոցն իրենն է, կանեփն ինքն է աճեցրել, մշակել եւ պատրաստել անձնական օգտագործման համար։ Նա ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին։ Մարտի 6-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան մեկ այլ հավաստի տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 34-ամյա տղամարդը տանն ապօյնի պահում է մարիխուանա եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահներն այցելեցին տղամարդուն։ Նա ընդունեց, որ ունի կրիստալ, որը դրված էր հյուրասենյակի սեղանին։ Ըստ տանտիրոջ կրիստալն իրենն է ձեռք է բերել Telegram ալիքի միջոցով անձնական օգտագործման համար։ Մարտի 9-ին ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի քրեական հետախույզները համագործակցեցին համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի գործընկերների հետ։ Առավոտյան ժամը 6:10-ին Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում ենթադրյալ հանցանք կատարած լինելու կասկածանքով նրանք ձերբակալեցին Արմավիր քաղաքի բնակիչ 19-ամյա եւ Արարատի բնակիչ 18-ամյա երիտասարդների եւ վերջինիս վարած Opel Magnish մեքենայով հանդերձ տեղափոխեցին Արմավիրի մարզային վարչություն։ 19-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փայլատի թեղի փաթեթ, նույն զանգվածով կաթուցիչ,
նաև կրիստալի նմանվող բյուրեղանման զանգված։ Ըստ երիտասարդի հայտնաբերվածները թմրային նյութ են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում շարունակելով համատեղ միջոցառումները քրեական եւ համայնքային ոստիկանները պարզեցին, որ հիշյալ թմրամիջոցները երիտասարդներին տվել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ։ Մարտի 11-ին կատարված զննությամբ տեղնականաչավուն կանեփանման զանգված հայտնաբերվեց նաև Opel Magnish-ի մեքենայում, որը ըստ նախնական տվյալի նույնպես պատկանում էր 19-ամյա Արմավիրցուն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, թմրամոլության եւ ապօրինի թմրաշրջանառության դեմ միջոցառումները շարունակվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Մարդիկ հաճախ չգիտակցելով բացասական հետևանքները գարնանային սեզոնով պայմանավորված իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ, արելով խոզան ու բուսական մնացորդներ։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայությունը խորհուրդ է տալիս գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս խիստ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զերծ մնալ խոզանների այրում կատարելուց։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզանների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։